Բարև ձեզ։ Երբ ասում ենք, որ արվեստը սահմաններ չի ճանաչում, առաջին հերթին հասկանում ենք արվեստագետի մտքի ու երևակայության անխոչնդոտ ստեղծագործական ընթացքն ու նյութի ծնունդը կտավից մինչև բեմ եւ էկրան, քանզի մշակույթն այն եզակի ոլորտներից է, որտեղ ըստ էության հարկադրանքը տեղ ունենալ չի կարող։ Այնինչ մեր երկրի իշխանությունները համոզված են, որ հարկադրաբար կարող են տրամադրություն փոխել նաև մշակութային քաղաքականության մեջ, կառավարել օրինակ նկարչի կամ բեմադրիչի ապրումներն ու մտքերը, ստիպել ցավի կամ պատմական հիշողության փոխարեն կենսասիրություն եւ իրական Հայաստանի ենթադրյալ խաղաղությունը գովերգել։ Հայաստանի կառավարության ներկայացրած իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման եւ աջակցության հայեցակարգի բովանդակության նպատակի տողատակերում թաքնված հաղորդագրությունների եւ առհասարակ երկրի կրթամշակութային կյանքում իշխանությունների նպատակաուղղված մասնակցության մասին այսօր Հայրենիք մեդիայի եթերում զրուցելու ենք Հայաստանի ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Հույդա բյուրոյի անդամ Լիլիթ Գալստյանի հետ։ Բարև ձեզ Տիկին Գալստյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես շնորհակալ կարևոր թեմայի շուրջ զրույց ունենալու համար, որովհետեւ ես մոտավորապես գիտեմ ինչի մասին ենք խոսելու, արժեքային համակարգի ապամոնտաժում, քանդում, ասպատակություն եւ ցավոք սրտի հայկական հայաստանյան խոսույթում այս թեման քիչ է արծարծվում, մանավանդ այն հայեցակարգը, որի ակնարկները դուք արդեն ձեր մուտքի խոսքում ասեցիք։ Ես կարծում եմ կարևոր զրույց է եւ շատ կարևոր եւ այս զրույցը ոչ միայն գոյության իրավունք ունի, այս զրույցը թե հայաստանյան, թե սփյուռքյան լսարանի համար շատ կարևոր է այս խոսակցությունը, հետևություններ անելը, կանխելը, հոգեպես հաշտ չլինելը, որովհետև սա այն ինչի մասին դուք խոսեցիք եւ մենք շարունակելու ենք խոսել, սա ուղղակի մեր ինքնության ասպատակություն է։ Եվ պիտի մեր հասարակությունը լինի Հայաստանում, թե Սփյուռքում, ուղղակի պիտի ընկալի ողբերգության եւ աղետի մասշտաբներ եւ այդ հատվածական թե ինչպես են մեզ կազմակերպում։ Ինձ համար արժեքային համակարգն է գնդակահարվում եւ հայ մտավորականության, գիտական եւ ստեղծագործական մտավորականության մի մեծ փախան, այսպես լռության ռեժիմի մեջ է։ Ուղղակի անհանդուրժելի։ Տիկին Գալստյան, որպեսզի մեր հետևորդների համար էլ պարզ լինի, սկսենք սկզբից եւ հասկանանք ինչ է կատարվում։ Կառավարությունը առաջարկում է մի նախագիծ, որը վերանայելու է, ինչպես արդեն հասկացանք, մեր մշակութային քաղաքականությունը, քանի որ մինչ այժմ ըստ վերոնշյալ հայեցակարգի մեր բեմում, մեր մշակութային կյանքում չի եղել խաղաղություն, այլ եղել է վիշտ, ողբերգություն, որը աջակցել է պատերազմին։ Հասկանանք ինչ է ենթադրում այս հայեցակարգը, որովհետև այն բավականին ծավալուն է, այսպես թիրախային կետերին անդրադառնանք։ Ինչ է ենթադրում, արդյոք սա գրաքննությունը նույնպես մեղմ է ասված, գրաքննության դրսևորում է։ Այսօր ինչ կատարվում է Հայաստանում, ներառյալ այս նոր փաստաթուղթը իրավական ակտ է, որտեղ ինքը իր ժանրով իրավական ակտ է, կառավարության կողմից պիտի հաստատվի, ազգային ժողով չի գալու։ Սա հայեցակարգ է։ Հայեցակարգ է, որը արդեն սեպտեմբերի 20-ի կողմերից զետեղված է կառավարության կայքեջում եւ ունի այսպիսի վերնագիր՝ իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշումը։ Նախ սկսենք վերնագրից, որ ինչ է նշանակում իրական Հայաստան գեղագիտություն տեղորոշում։ Գիտեք, ես հավատացեք ինձ, բնականաբար շատերը ովքեր ինձ ճանաչում են, ես արժեքային համակարգի մշակութային քաղաքականությունը եւ այն ամբողջ ինչ կապված է ինքնության հետ ինձ համար բացառիկ արժեքներ են, 5 անգամ կարդացի այդ փաստաթուղթը, փորձելով տրամաբանություն, փորձելով հասկանալ հիմնավորումներ եւ արդյոք դա գոյության իրավունք ունի որպես իրավական ակտ։ Ես միգուցե կոպիտ բառապաշար պիտի ընտրեմ, բայց դա ինքը զառանցանք է, մտքի զառանցանք, որ երբեմն իսկական թե դա ոչ թե մարդ է գրել, այլ արհեստական բանականության հանձնարարված արհեստական բանականությանը, որտեղ այնտեղ այսպես եզրակացություններ, վերլուծություններ, ազատ ոճի, հոդվածի ոճի ինչ որ մի բան կա, որը չի կարող լինել որպես իրավական ակտ։ Հայեցակարգ չի իր իրավական տեքստի ժանրով։ Նախ ամենակարևորը, ինչ է նշանակում իրական Հայաստանը։ Այս ամենը շատ քաղաքական, այս իրական Հայաստանը ընդամենը 1-2 շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանի հայտարարած 4-րդ հանրապետության
այսպես չորրորդ հանրապետության գեղագիտական պրոյեկցիան է։ Իսկ ինչ է չորրորդ հանրապետությունը։ Չորրորդ հանրապետությունը Նիկոլ Փաշինյանի պարտությունների հայ ժողովրդի Նիկոլ Փաշինյանի կողմից նվաստացման, թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից պարտադրված արժեքների եւ Հայաստանի կտրված թևերի պրոյեկցիան է, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը ինչ է անում։ Ինքը հիշում եք եկավ ասելով իմ զրոյական կետը։ Այդ զրոյական կետը թե ինչ աղետ բերեց, հիմա եկեք այդ մասին չխոսենք, բոլորը գիտեն, չկրկնվեմ, ժամանակը չկա։ Բայց այդ չորրորդ հանրապետությունը, որտեղ ինքը ջնջում, ամնեզիա, ջնջել, ուրանալ, մոռանալ այն ինչ որ եղել է մինչև ինքը, եւ այդ բոլոր պարտությունները նաեւ արդարացնել, հաջողորդին պարտադրել, որ այլ ընտրանք չկար, մեր ընտրությունը պարտությունն ու նվաստացումն էր եւ մեր ինքնությունից հրաժարումը։ Այն ամենը ինչ անում է Փաշինյանը, դա մեր ինքնության դեմ, հայության դեմ ուղղված գործողություններ են եւ պարտադրված եւ թելադրված թուրք-ադրբեջանականի կողմից։ Եվ հիմա այդ քաղաքական կոնտեքստը պիտի նաեւ իր արտացոլանքը գտնել այդ գեղագիտության մեջ։ Եվ ճակերտավոր եմ, ինչ խոսում եմ ճակերտավոր գեղագիտություն, ճակերտավոր հայեցակարգ, որովհետեւ նա այսպես է հաստատում կա, որ իբրև թե մինչև այս պահը մեր ամբողջ գեղագիտությունը խարսխված է եղել երկու կեղծ արժեքների վրա։ Մեկը խաղաղության բացակայությունը, որը մեզ դրթել է, որ մեր ամբողջ մշակույթը լինի վշտի, ողբերգության, ցավի, այսպես մի բան դրսևորում մեր գեղագիտությունը, եւ երկրորդը, գիտեք, մի հաստատում էլ կար, եւ ամոթը։ Գիտեք, ինչ հիվանդ զառանցանք, հիվանդ երևակայություն պետք է ունենալ, այնտեղ դնել այսպիսի հաստատում, որ մեր ամոթը սկսվում է Հայաստանի Հանրապետության օրհներգի, մեր հայրենիքի կատարման ամոթից։ Դուք երբևէ սիրելի հասարակություն, դուք մեզ այն որևէ մեկը միթե ամոթ ունեցել, ամոթի զգացում մեր հայրենիք, այսինքն մեր հանրապետության օրհներգի կատարումից։ Եվ այսպես կեղծ հաստատումների, կեղծ դիտարկումների վրա կառուցվում է նոր գեղագիտություն, որը ոչինչ է քան ուրեմն censorship գրաքննությունը, որը գրաքննությունն է, մեր մտահորիզոնի կրճատումը, որովհետև պետությունը ըստ այս հայեցակարգի այսուհետ պիտի ֆինանսավորի միայն այն մշակութային դրսևորումները եւ այն գեղագիտությունը, որոնք կառուցված են այս գեղագիտության վրա, որտեղ նույնիսկ դուք պատկերացնում եք գեղագիտություն, որը տեղորոշումը իր համար 29743 կիլոմետրն է, իր սահմանած Հայաստանի Հանրապետության քարտեզը։ Սա նշանակում է մեզ զրկել մեր արմատներից, ինձ զրկել Քուչակի կամ Թորոս Ռոսլինի կամ Աղթամարի վանքի կամ Կոմիտասի մշակութային ժառանգությունից, ինչի Կոմիտասի մշակութային ժառանգությունից, որովհետև շատ պարզ պատճառով, որովհետև չէր կարող Արևմտյան Հայաստանում ծնված կամ Սկյուտարում ծնված Կոմիտասը մեր ժառանգության հետ ինչ կապ ունի ըստ այս փիլիսոփայության, կամ նույնիսկ ասում է, որ նույնիսկ հանձնարարել դպրոցներում, որ գեղանկար ոչ միայն դպրոցներում, առհասարակ նկարիչներին, արվեստագետներին, որոնք իրենց ստեղծագործությունների մեջ ներառեն միայն այն լանդշաֆտը, այն տարածությունը, որը ներառված է Հայաստանի Հանրապետության, այս հանրապետության 29740։ Սա քաղաքական մարդկային ամնեզիայի բանաձև է, հիշողության կորստի։ Դու ով ես, որը մեկն ով է, որ ինձ զրկի Վանա լճի մասին մտածելուց, կամ ես ասունցի եմ, կամ իմ սասունցու արմատներից, կամ Մշո Սուլթան Սուրբ Կարապետ ուրեմն այդ վանքի մասին տասնյակ երգեր կան, կամ իմ ազատագրական պայքարի հիշողությունից, որը իմ ինքնության մասն է, որ գիտեք ինչ, կամ ասենք թե զրոյացնել այն, լավ, սովետական Հայաստանում էլ մենք փառահեղ մշակութային ժառանգություն ունենք, փառահեղ մշակութային ժառանգություն, ով է քեզ թույլ տվել կամ որը մեկին թույլ տվել, ասել, որ մեր մշակութային ժառանգությունը, նույնիսկ խորհրդային Հայաստանի տարածքում ծնված մշակութային ժառանգությունը ողբի, վշտի, ցավի, մոռացման, աղքատացման ինչ որ մշակույթ է եղել։ Դա նշանակում է այնքան տգետ եւ անտեղյակ լինել Մերժել Փելեշյանի, ասենք թե Փելեշյանի, Արտավազդ Փելեշյանի մշակութային կինոարվեստը։
կամ Ֆրոզե Դովլաթյանի Երևանյան օրերի քրոնիկան, դրանք ֆիլմեր են, որոնք կամ Աղասի Այվազյանի Եռանկյունին, Աղասի Այվազյանի ուրեմն պատմվածքներ կամ վիպակի վրա Եռանկյունի հրաշալի ֆիլմը, կամ Մկրտչյանի Ալբերտ Մկրտչյանի Հին օրերի երգը, կամ այս բարագայում նշանակում է մեր ֆիլմ արվեստից պիտի ջնջենք, ասենք թե Մալյանի ֆիլմերը, որոնցից մեկը Թորիկի ֆիլմը, կտորմը երկինքը, որտեղ Վահան Թոթովենցն է այդտեղով անցել։ Ոնց կարող է այսպես լինել։ Մի կողմից ես անկեղծորեն հիշում եմ հավատալ, որ այդ զառանցանքը չէր կարող բանական մարդը շարադրել իբրև հայցակարգ, որտեղ ինքը հայցակարգ չի, դեք իրավական պետական փաստաթղթերը կամ իրավական ակտերը հատուկ այսպես ժանր ունեն, իրավական բառապաշար։ Եվ այնտեղ կարդում եմ հատվածներ, նաև, որովհետև կարդացել եմ անկեղծորեն 5 անգամ կարդացել եմ, որոնք միմյանց հետ հաղորդական չեն։ Եվ ամենակարևորը, այստեղ բուն նպատակը սա գրաքննությունն է եւ մեզ ամնեզիայի, հիշողության կորստի եւ ինքնության կորստի մատնել հայ մարդուն եւ ասել, որ սեփական զրոյական կետ։ Գիտեք, այն ինքնությունը, որը մեզ դրական իմաստով հպարտության, արժանապատվության, մեր ինքնության եւ մեր քաղաքակրթական ժառանգության ամբողջ խարիսխն է ստեղծում, ինքը այս հայցակարգը եւ այսօրվա քաղաքական մեծամասնությունը այսպես կտրում է մեր ոտքերի գետնից, բայց այստեղ շատ տրամաբանականը վատ իմաստով տրամաբանական, որտեղ այն քաղաքական ուժը, որը հարցականի տակ է դնում ցեղասպանությունը եւ ասում եկեք հասկանանք արդյոք եղել է ցեղասպանություն եւ սփյուռքում է դա ասել։ Այս քաղաքական ուժը եւ այդ քաղաքական ուժի առաջնորդը բնականն էր իր պարտությունները իր ոչնչատեսիլ, սա Եղիշե Չարենցի բառապաշարն է գիրք ճանապարհին այդ քաղաքականություն արդարացնելու համար պիտի նաև մեր հիշողությունից ջնջի թե մենք ովքեր ենք։ Այսօր գրաքննության են ենթարկվում հեղինակներ, արվեստի գործեր, որոնք հաղթահարել են ամենասաստիկ տարիները գրաքննության, բայց միևնույնն է ստեղծագործել եւ մեզ են հասցրել այդ ճառանգությունը։ Խաչի դաշտենցը, երբ որ ռաջպարների կանչն էր գրում, գիտեք նույնիսկ ինքը մեր հայրենի այս փիլիսոփայությունը, ճակերտավոր այս իշխանության փիլիսոփայությունը ուղղակի ցենց ինձ հիշեցնում է Հյուսիսային Կորեան, Չինաստանը եւ սովետի սոցռեալիզմը, սովետական շրջանում սոցռեալիզմը, բայց նույնիսկ սովետական կայուն այսպես արմատական հասարակության մեջ Խաչիկ Դաշտենցը գրեց Ռանչպարների կանչը, որը իմ արմատի կանչն էր, մեր արմատի կանչն էր, որտեղ մեր ազատագրական պայքարի, մեր ինքնության, մեզ վերագտնելու ցեղասպանության ճանապարհն անցած հայ մարդկանց ապրումի պատմությունն էր, կամ ասենք թե ինքը կասկածի տակ է դնում, որտեղ այստեղ հայտարարություն կա, որ մեզ պարտադրված էր հայրենասիրությունը, սովետական հայրենասիրություն, Մուշե Գալշոյանն է սովետական հայրենասիրություն, թե Հրանտ Մաթևոսյանն է։ Ոնց կարող է այդպես ասպատակել, գիտեք, սա ըստ էության այնքան ինձ համար ակնհայտ է, որ սա տրոյական ձի է, թուրք-ադրբեջանական տրոյական ձի, պարտադրվող հայ ժողովրդին, ինքնության, ինչպես ասացի, ամնեզիա, կորուստ եւ նոր հայի տեսակ, որը այս 29 իր ուղեղի թռիչքը 29743-ն է, որի մեջ է մտնում նաեւ Արցախի ուրացումը, Արցախի ցեղասպանությունը։ Արցախյան էջը փակված է, չէ, հայտարարում են։ Սա այդ քաղաքականության, այսօրվա քաղաքականության ճակերտավոր գեղագիտական պրոյեկցիան է։ Եվ գիտեք, ես նաև շատ բաներ ուսումնասիրեցի, թե մեր հարևան տարածաշրջանի երկրները ինչպիսի մշակութային քաղաքականություններ ունեն։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, Ադրբեջան, որը հայկական մշակութային հետքի վերացումն է իրականացնում եւ յուրացնում է, դադիվանքը դադիվանքը հայտարարում են Ուդական, Վատիկանում ցուցահանդես կազմակերպեցին եւ այդ ամբողջ քրիստոնեական ժառանգությունը իբրև ադրբեջանական ցուցադրելու։ Մենք ինչ ենք անում։ Մենք փոքրացնում ենք մեր ինքնությունը, մեր քաղաքակրթական ժառանգությունը, մեր անձնագրից ենք ուրանում։
Եվ անցյալը ջնջելով այստեղ կարող ենք նաև ունենալ մտավախություն, որ ապագան է վտանգի տակ, որովհետև այսօր արվեստագետը, որպեսզի ստանա պետական ֆինանսավորում, իշխանահաճո գործեր կգրի, կբեմադրի, այո, էկրան կբարձրացնի, այլ ոչ այն, ինչ ինքը զգում է իրապես, ինչ պետք է մեր հայրենիքին, մեր ժողովրդին, եւ արդյունքում չենք ունենա այլևս հետո մշակութային ժառանգություն։ Այս գիտեք, այս որոշ այսպես հայցակարգով պետությունը ֆինանսավորելու է միայն այն, ուրեմն մշակույթի գեղագիտության դրսևորումները, ովքեր կբավարարեն իր պահանջները։ Ինքը նշանակում է նաև մշակութային դաշտում նախ ազատ ստեղծագործական միտքն է բանանում կտրում չէ կրտում, ես հենց այդ բառն եմ օգտագործում կրտել։ Եվ ֆինանսպետությունը կաջակցի, կֆինանսավորի, արդեն ասեցի դպրոցներում նույնիսկ ասում է ձեր տարածքը, նկարեք ձեր տարածքը։ Այո, անդրադառնանք նաև դրան, Տիկին Գալստյան, արդեն գաղտնիք չէ, որ այս իշխանության օրոք թիրախավորված են մեր արժեհամակարգի հիմնասյուները, հա, եկեղեցին, կրթությունը, գիտությունը, կրթամշակութային, կրթապատմական առհասարակ դասերակցությունը, այսպես եթե կարճ էքսկուրս անենք, նախ հայոց եկեղեցու պատմությունը առարկան դուրս եկավ, հայոց պատմությունը վերանվանվեց Հայաստանի պատմություն, այո, Մաշտոցի նկարն է հեռացվել այբենարաններից, վերջերս էլ հայտնի դարձավ, որ Գիտությունների ազգային ակադեմիան իր կարգավիճակը փոխում է, վերածվում է հիմնադրամի, այս քայլերը արդեն գիտենք ուր են տանում, բայց պետք է անընդհատ կարծում եմ խոսել դրա մասին, այո։ Այո, շատ ճիշտ եք, եւ մեր ամբողջ զրույցը նաեւ դրա մասին է, որ ինչ ունենք այս իշխանությունների քաղաքականության, ինքնության ուրացման, քաղաքականության, ուրեմն տարբեր դրսևորումներ, եւ այնտեղ որտեղ չկա հայկական ինքնություն, չկա հայը։ Սա թուրքական դարավոր երազանք է։ Ես միգուցե թռիչք եմ անում, բայց նույնիսկ այդ այսպես կոչված Թրամփի ուղին կամ միջանցք կոչվածը, մենք պիտի հասկանանք, որ ինքը թուրանական երազանքն է, թուրքական մինչ մեր հակառակորդները թուրքական երազանքն են կառուցում, մենք բաժանվում, հրաժարվում ենք մեր ունեցածից, դեպսովա ասպատակությունը, որ կատարվում է հայ առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ, երևի 30-ականներին բոլշևիզմի ժամանակ Ստալինյան ռեպրեսիաների ժամանակ, երբ որ վեհափառ են խեղդել Գարեգին, վեհափառին են խեղդել հարցաքննությունից հետո, ես մի հատ զուգահեռները դրա հետ կարող եմ համատանել, որովհետև այսօր երկու սրբազան դատապարտված են, մեկի վճռը օրերս եղավ Աճապահյանինը 2 տարի, 18 հոգու դատավարությունը Բագրատ Սրբազանի եւ այլն լրացնել, խեղդել այն ամեն ինչ ազգային է։ Եկեղեցու նկատմամբ ասպատակությունը ես խոսում եմ եւ ինձ ուղղակի հավատացեք, որ ես հիմա մեջս մահեր ունեմ, որ իմ աչքի առաջ ասպատակվում է իմ արժեքային համակարգը, իմ եկեղեցին։ Գիտությունների ազգային ակադեմիան 43 թվականին, 1943 թվականին, երբ որ երկրորդ համաշխարհային պատերազմն էր, Հովսեփ Օրբելին Լենինգրադից ակադեմիայից եկավ եւ Հայաստանում հիմնեց ակադեմիա, այսօր ակադեմիան ուներ 32 գիտական ինստիտուտներ, ակադեմիան, որը մեր հպարտության քարտեզի վրա ազգային արժանապատվության հայ գիտությունը համաշխարհային էր դարձրել։ Այսօր ընդունվեց օրենք մի քանի օր առաջ գիտության եւ բարձրագույն կրթության մասին օրենք, որով ակադեմիան այլևս գիտական հաստատություն չի, այլ փորձագիտական խորհրդատվական օրենքով։ Եվ երբ որ նախարարին հարց բարձրացրեցի, ապա ուր են գնալու այդ 32 գիտական ինստիտուտները։ Գիտական ինստիտուտներ, միգուցե այնտեղ որոշ ինստիտուտներ այլևս չունեն առաջվա հմայքը կամ գիտական առաքելությունը չեն կարողանում իրականացնել, մրցունակ չեն, բայց վերափոխել, վերաձևել, դրանց ճակատագիրը օդի մեջ կախված, չգիտեն, 2 տարի հետո կտեսնենք ինչ կլինի, ակադեմիական քաղաք ենք սարքում, որը դեռ անապատներում Երևանի, չգիտեմ, Տափաստաններում Երևանամերձ ինչ որ միտեղ միլիարդների ծրագիր Հայաստանը փող չունի, պարտքը կուտակում արդեն 15 միլիարդի է հասել Հայաստանի արտաքին պարտքը։ Եվ այդ գիտությունների ակադեմիայի 32 ինստիտուտները տեսնենք ինչ կանենք։ Դուք լսել եք, պատկերացնելի չի անել, քանդել մի բան, քանդել, չիմանալ թե ինչ են անում, բայց այստեղ չիմանալը սխալ բառ եմ գործածում, շատ լավ գիտեն ինչ են անում։ Գիտությունը այդպես որևէ պատասխան չկա։ Նույնը վերաբերում է այդ որ բուհերի խոշորացման, իբրև թե մեզ 8 բուհ է պետք, բայց մինչև հիմա որևէ վերջնական, հաստատված, գիտական հայեցակարգ թե բուհերի խոշորացումը
ինչ հանգրվանի է հասնելու, ինչ նպատակների է ծառայում եւ վերլուծություն չկա։ Իդեպ ես մի բան էլ հիշեցի, այս տխրահռչակ գեղագիտությունը բացի այսպես սուբյեկտիվ դիտարկումներից որևէ հիմնավորում թե ինչ վերլուծության վրա եզրակացվել, որ մեր հայրենասիրությունը սխալ հայրենասիրություն է եղել եւ իմպերիայի կողմից թելադրված, որտեղից եք վերցել, որ հիմնի կատարումը ամոթ է եղել մեզ համար, որ մեր մշակույթը եղել է ստրուկի եւ ողբերգության մշակույթ, բացի այս մերկապարանոց հաստատումներից, ինչպես գիտության բնագավառում, որևէ փաստարկված վերլուծություն, հետազոտություն, գիտական մեթոդաբանություն, որևէ մեծ որոշում, որը ռազմավարական նշանակություն ունի կամ ռազմավարական որևէ ծրագիր, պիտի հիմնավորումներ ունենա եւ մեթոդաբանություն։ Եվ ոչ մեկը ինձ, ձեզ, որը մեկին իրավունք չի տվել նստել տանը եւ զառանցանքը իբրև հայցակարգ պարտադրել ժողովրդին։ Նույնը վերաբերում էր ուրեմն այս գիտությունների ազգային ակադեմիային, ցավոք այն վեհաշուկ շենքը, որ տեսել եք Բաղրամյանի վրա, 32 ինստիտուտներով, հայկական ֆիզիկան, հնագիտությունը, հումանիտար ամբողջ ոլորտը, գիտությունների ազգային ակադեմիայի պատմության, գրականության, լեզվի ինստիտուտները, հումանիտար գիտություններ, ովքեր հենց արժեհամակարգի համար ամենասնող հաստատություններն են։ Սա նորից եմ կրկնում, ես բարձրաձայնում եմ եւ ցավի եւ ամոթի բանով, այսպես տաներ բերով եմ այս մասին խոսում, բայց ես շատ համոզված ուզում եմ ասել, որ ոչինչ հավերժական չի, ճիշտ այնպես ինչպես Հիտլերը 33 թվականին Բերլինի հրապարակներում այրում էր այն բոլոր գրքերը, փիլիսոփայությունը, գերմանական աղռելի փիլիսոփայությունը, որը իրական Գերմանիային ուշադիր, իրական Գերմանիայի փիլիսոփայությանը դեմ էր, այրում էին այդ գրքերը եւ Գեբելսը ամբողջ այդ նոր գեղագիտության, գերմանական, նացիստական փիլիսոփայության եւ քարոզչության մանիպուլյացիաների, Գեբելսյան քարոզչության ճարտարապետներ, հիմա որտեղ են նրանք։ Ես ինչու եմ այս զուգահեռները անում կամ սոցռեալիզմը 30-ականներին, բոլշևիկյան ռեալիզմ կար, չէ՞ որ եթե սոցիալիստական հերոսներին, սովետական միության եւ բոլշևիզմի քարոզչությունը չէր, դա արգելված գրականություն էր մինչեւ 60-ականների ձնհալը։ Նույնը չինական հեղափոխություն, կուլտուրական հեղափոխությունը քանի տաճարներ եւ այրեց եւ նույնիսկ բան կա, չեմ կարող ասել թե շատ հիմնավորված էր 30,000 այլախոհներ Արգենտինայում, նույն 70-ականներին հեղափոխություն եղավ Արգենտինայում եւ 30 այլախոհներ, դա փաստված բան է, հանկարծ անհայտ է թե ինչ եղան նրանք։ Հասկանում եք, այս ձեռագիրը ինձ համար սա ֆաշիստական կամ բոլշևիկյան ձեռագիր է, բերել պարտադրել իմ գեղագիտությունը։ Նույնիսկ բանը Իտալիան չխուսափեց դրանից, Մուսոլինիի շրջանը, այդ սև հանդերձանքով մարդիկ, ովքեր կուլտուրական հեղափոխություն են անում, որպեսզի Մուսոլինիի գաղափարախոսությունը տարածեին։ Սա ինչու եմ ասում, որ պատմական առնչություններ ունեն, սրանք նորություններ չեն։ Նույնիսկ Կոնֆուցիուսներին Չինաստանում տարան կենդանի այրեցին, ովքեր հետևորդ էին Կոնֆուցիուսի փիլիսոփայության, բայց պատմությունը ջնջում է դրանց։ Ճիշտ է, հետքերը մնում են, բայց ես վստահ եմ, որ վաղ իշխանությունը փոխվելու է, գալու են ազգային արժանապատվություն, պետական տեսլականներ եւ պետական մտածողություն ունեցող մարդիկ, որոնք ջնջելու են այս բոլոր ցավալի սեպերը մեր պատմության, մեր մշակույթի եւ մեր ինքնության մեջ եւ ամեն բան անհուսալի չի։ Ես հավատում եմ հայ մարդու վերածնման, մենք ցեղասպանություն ապրած ժողովուրդ ենք, ցեղասպանությունից հետո վերընձողվել ենք եւ ես հավատում եմ, որ Հայաստանը եւ Սփյուռքը միասնաբար հաղթահարելու են այս ողբերգությունն ու աղետը։ Շնորհակալ եմ։ Բայց լավատեսությամբ ավարտային, այո, կարևոր զրույցի համար հուսանք, որ այս նոտաները կհղվեն եւ թիրախային կլինեն։ Գալու են նորերը, գալա նոր իշխանություն եւ այս բոլոր ասպատակող նախագծերը, օրինագծերը ջնջվելու են եւ մենք կարողանալու ենք գտնենք վերընձյուղենք մեր ինքնությունը։ Շնորհակալ եմ։ Ձեզ շնորհակալություն հարգելի հետևորդներ մեզ դիտելու համար։ Ես հիշեցնեմ, որ Հայրենիք մեդիայի եթերում բացառիկ հարցազրույցներ եւ մեր տաղավարում Հայաստանի ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Օյդա բյուրոյի անդամ Լիլիթ Գալստյանն էր։ Առողջ եղեք, կհանդիպենք։